Նաև ձեր քաղաքական ուժի ազգային ժողովում խմբակցության ղեկավարին էր հրավիրել հանդիպման, որպեսզի քննարկեն կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների հարցը։ Այս մասով դուք ինչ կարծիք ունեք, ինչու հրաժարվեցիք։ Կանանց մասով ինձ հարց մի տվեք, ում հրավիրել էր իրեն Լավ, հաշվել։ պարոն Կարապետյան, մեկ հարցը հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ տեսնում ենք, որ մեծ ու փոքր տարբեր քպայականներ շարունակ հայտարարում են, որ այս ընտրություններով մանդատ են ստացել նաև եկեղեցու հարցեր, այսպես ասած, լուծելու համար։ Հիմա տեսանք վեհապարին տարան հասցրին դատարան, օգոստոսի 28-ին արդեն այլ դատականիստ է նշանակված, նոր դատավորի հանգամանքով պայմանավորված։ Դուք ինչպես եք պատրաստվում դիմակայել, ձեր այդ գաղտնի պլանը կօգնի եկեղեցուն։ Դա մտնում է Փաշինյանի իրեն հեռացման գաղտնի պլանի մեջ։ Դրա համար թողեք այդ մարդիկ գնալով իրենց հարցերը լուծեն։ Ինչպես եք գնահատում այդ process-ը եկեղեցու դեմ։ Դե դա ես ասել եմ, համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Դա պրոստո խայտարակություն է։ Այս մարդիկ ինչ որ անում են ոչ միայն մեր եկեղեցու։ Պարոն Կարապետյան, ի հակադրություն այդ գաղտնի պլանի, այսօր բացահայտ պլան կառավարությունը իր նիստի օրակարգում էր, որ 2026-ից 31 թվականներին ինչ պետք է անեն, եւ այդ թվում նաեւ եկեղեցու իրենց ասած բարենորոգումներ, վեհապարին պետք է հեռացնեն, նոր կաթողիկոս նշանակեն, այսինքն իրենց ծրագիրը բացահայտ է, հիմա դրա դիմաց ինչ որ գործողություններ կան։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգեն, իրենց պլաներով հազիվ դա հասցնեն։ Փառք Աստծո, այն մնացածը չեն ասում։ Պարոն Կարապետյան, մի քանի հարցում եմ ձեր հայտարարակի հետ կապված։ Փետրվարից ասում եք, որ Արդեն տվել եմ այդ։ այո, արդեն տվել եք։ Փետրվարից ասում եք, որ տնային կալանքի պայմաններում անհնար է հայտարարագիրը ներկայացնելը, բայց փաստորեն կարողացել եք, ո՞նց է ստացվել։ Որ կարողացել եք հայտարարագիրը Դա ներկայացնել տնային։ Վարդևանյանին հարցրեք, ինքն էր դրանով զբաղվում։